Ողջույն Տիգրան։ Գիշերը Հայաստանը Միացյալ Նահանգները համատեղ հայտարարություն են տարածել Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ, բավականին շատ դետալներ ու նրբություններ են արդեն մեզ հայտնի, սկսենք դրանք հերթով քննարկել։ Առաջինը մաքսային եւ սահմանային վերահսկողության կետի մասին խոսենք, որը շատերին է անհանգստացնում։ Ի վերջո հայտարարության տեքստից ինչ է պարզ դառնում, ինչպես է դա իրականացվելու, որ ընկերությունն է անելու կամ որ պետության։ Այո, իրականում հենց այս փաստաթղթի անհրաժեշտության մասին ենք մենք ամիսներ շարունակ խոսում, երբ որովհետև օգոստոսի 8-ի հայտարարությունը ընդունվեց, կային ընդհանուր ինչ-որ սկզբունքներ եւ բարձ չէր թե գետնի վրա տարբեր գործառույթներ ինչպես են իրականացվելու եւ ով է իրականացնելու եւ այդ գործառույթներից իհարկե ամենակարևորը հենց մաքսային եւ սահմանային ստուգումն է։ Փաստաթղթի մեջ խոսում է մի մեխանիզմի մասին, որը բավականին մեծ կիրառում ունի աշխարհում, մեծ հաշվով Եվրոպական միության մի շարք երկրներում եւ Եվրոպական միության կողմից օգտագործող նաեւ մեխանիզմ է այդ առաջին եւ արխիվի եւ հետեւի գրասենյակի front office back office մեխանիզմը, երբ անմիջական առնչությունը հենց տարբեր ուղևորների կամ բեռների հետ ունենում են ինչ որ մասնավոր ընկերության ներկայացուցիչներ, իսկ ընդհանուր առմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ իրավունքները այդ գործառույթները ու լիազորությունները այդ գործառույթները իրականացնելու պահպանում է պետության մոտ եւ սա իհարկե համապատասխանում է Ադրբեջանի նախագահային պահանջին, որ ադրբեջանցի ուղևորները չպետք է առնչվեն հայ սահմանապահների հետ։ Չնայած այստեղ իհարկե նշվում է, որ սահմանապահները ներկա են գտնվելու մաքսատանը կամ սահմանային այդ անցակետում եւ բոլոր հատվածները եւ իրականացնելու են վերահսկողությունը, բայց առնվազն այդ ֆորմալ առումով անմիջական հենց շփումը ադրբեջանցի առաջին հերթին ուղևորների հետ, բայց իրականում կարող են իհարկե այլ բեռներ լինեն, եթե այդ տարանցիկության գաղափարը կյանքի կոչվի եւ այս կապը չօգտագործվի միայն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապի համար, օրինակ կենտրոնական Ասիայից բեռներ ինչ որ անցնեն, իրականացվելու է հենց TRIP-ի աշխատակիցների կամ TRIP-ի կողմից ընտրված ընկերության աշխատակիցների կողմից։ Այստեղ նկատելի է տեքստի մեջ, ոչ թե նկատելի է, այլ բարձ տեքստով ու տեքստով գրվում է նաև այն մասին, որ ընթացակարգերը բավականին բարձրացված են լինելու, սա եւս բոլոր այս վերջին տարիների ընթացքում քննարկում է եւ իրականում երբ ինչ որ լուծում էին փորձում գտնել այս խնդրին, այսինքն մի կողմից Ադրբեջանի պահանջը այդ այն խոչընդոտ անցման, մյուս կողմից Հայաստանի շեշտը ինքնիշխանության եւ իրավասության վրա, մշտապես տեխնիկական տարբեր լուծումների անհրաժեշտության մասին էին խոսում եւ այստեղ տեքստի մեջ տեսքից կարելի է հասկանալ, որ տեխնիկական միջոցները եւս կիրառելու են, օրինակ նախորոք հայտեր են ուղարկվելու, որոնք հենց էլեկտրոնային տարբերակով են ստուգելու, օգտագործելու են երևի սկաներներ, խոսում են նաեւ ընտրողական ֆիզիկական վերահսկողության մասին, այսինքն ֆիզիկական վերահսկողության, եթե խոսքը գնում է բեռնատարերի մասին կամ չգիտեմ գնացքների մասին, այդ գնացքների օրինակ ներս մտնելու գործառույթը միայն իրականացվելու է կասկածելի ինչ որ բեռների կամ կասկած լինելու ժամանակ, այսինքն ոչ թե անխտիր բոլոր բեռները կամ անխտիր բոլոր ավտոմեքենաները կամ գնացքները ստուգվելու են, այլ ռիսկերի գնահատում է իրականացվելու եւ այդ ռիսկերի գնահատման իրականացման արդյունքում որոշվելու է, որը ստուգել, որը ոչ, այսինքն այդ ընտրողականության սկզբունքն է պահպանելու, սա եւս միջազգայինորեն ընդունված պրակտիկա է, այսինքն այդ առումով որոշակի ինչ որ արտառոց բան չենք տեսնում։ Ընդհանուր առմամբ կարծում եմ կարեւոր է, որ զույգ իրավասության եւ լիազորությունների առումով բավականին հստակ տեքստով նշված է, որ այնուամենայնիվ այդ լիազորություններն ու իրավունքը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը եւ նույնիսկ տեքստում կա հատված, որտեղ նշվում է, որ վերջնական որոշում կայացնողը հենց Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն են, իսկ այդ մասնավոր ընկերությունը միայն աջակցում է այդ մարմիններին այս գործառույթը իրականացնելու մեջ։ Հետաքրքիր է փոխադարձության սկզբունքը պահպանվում է, այստեղ այսինքն այս ամեն ինչ օրինակ Ադրբեջանի տարածքում ինչպես է իրականացվելու։ Սա կարծում եմ այս հայտարարության եւ այս ոչ նախագծի հետ կապված գլխավոր խնդիրն է եւ ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը որևէ արտառոց կարգավորումների սեփական տարածքում չի համաձայնելու, պարզ է, որ Ադրբեջանը TRIP չի ստեղծելու, Ադրբեջանը դժվար թե բարձրացված ռեժիմով հայկական բեռները ստուգի եւ ուղևորները եւս դժվար թե առնչվեն
արտասահմանցի պաշտոնյաների կամ այդ գործառույթը իրականացնող մարդկանց հետ առնչվելու են հենց ադրբեջանցի սահմանապահների հետ եւ սա կարծում եմ ոչ միայն սիմվոլիկ առումով է զիջում, այլ նաեւ կարող է շատ պրակտիկ հետևանքներ ունենալ, գործնական հետևանքներ ունենալ այս ողջ գործընթացի մեջ, որովհետեւ եթե ադրբեջանցիների համար ստեղծվում են պարզեցված պայմաններ, ստեղծվում է մի իրավիճակ, երբ նրանք անմիջականորեն չեն առնչվում հայ սահմանապահների հետ կամ մաքսային գործառույթներ իրականացնող պաշտոնյաների հետ, ապա հայաստանցի ուղևորների կամ բեռնափոխադրողների համար իհարկե այդ պայմանները գոյություն չեն ունենալու եւ սա իհարկե բարդացնելու է այս ողջ գործընթացը, որովհետեւ այնուամենայնիվ ինչքան էլ չխոսենք խաղաղության մասին, ինչքան էլ չխոսենք որ քաղաքական գործոն է լինում էլի այդտեղ։ Ոչ միայն քաղաքական, այլ նաեւ հենց անձնական մակարդակում մարդիկ կարող են կաշկանդված զգալ, գնալ եւ Ադրբեջանի տարածքում առանց որևէ երրորդ կողմի ներգրավվածության ստուգում անցնել կամ օգտագործել Ադրբեջանի տարածքը։ Իհարկե կարելի է այստեղ լուծումներ գտնել, կարելի է, չգիտեմ, արտասահմանյան ընկերությունների միջոցով իրականացնել, բայց արձանագրենք, ֆիքսենք, որ այս հարցում, շատ կարևոր հարցում փոխադարձության սկզբունքը չի պահպանվել եւ սա այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս խոսում էին այն մասին, որ այսինքն նույնիսկ ոչ թե խոսում էին այս մասին, այլ մեկնաբանում էին փոխադարձ առավելությունները, որը ներառված է Վաշինգտոնյան հռչակագրի մեջ, որպես փոխադարձության սկզբունքի պահպանում, բայց սկզբանե պարզ է, որ այդ փոխադարձության սկզբունքը գործնականորեն իհարկե անհնար է ապահովել, որովհետև Ադրբեջանը հակված չէ գնալ նմանատիպ քայլերի, իսկ Ադրբեջանի վրա ճնշման լուրջ գործիքներ եւ քաղաքական կամ այլ դերակատարների մոտ չկան։ Տնտեսական գործառույթից էլ մի քիչ խոսենք, սա իրականում հնարավորություն է, թե ոչ։ Թե ամեն դեպքում էլի քաղաքական տարբեր փոփոխությունների արդյունքում դա շատ բարձ կերևա նաև թրիփ նախագծի վրա։ Ես կարծում եմ հաղորդման ամենավերջին հատվածում կարող ենք քննարկել, թե այս ծրագիրը ինչ տեսանկյունից պետք է դիտարկել՝ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, թե հակամարտությունների կարգավորման։ Կարծում եմ այս հարցի պատասխանն է ամենակարևորը այս փուլում։ Տնտեսական առումով ես իհարկե տնտեսագետ չեմ, բայց հաշվի առնելով տարբեր բաց աղբյուրներում առկա տեղեկությունները այս փուլում առնվազն կասկածներ են առաջացնում տնտեսական արդյունավետությունը այս ծրագրի, նաև եթե հաշվի առնենք, որ փաստացիորեն Հայաստանը TRIP այդ կազմակերպության կոնսորցիումի մեջ ունենալու է 24% չափաբաժին, այսինքն նույնիսկ եթե Հիշում եմ, որ սկզբնական շրջանում է այդպես, հետո ներդրումների հնարավորություն կա, բայց հա հիմա Դե այո, այսինքն սա նշանակում է նաև այս բարձր տոկոսը, որ կամ ամերիկյան կողմի բարձր տոկոս կամ չափաբաժինը նաև երևի կայանում է նրան, որ կա մտավախություն, որ այս ծրագիրը զուտ տնտեսական արդյունավետության առումով կարող է իրեն չարդարացնել, որովհետև եթե 50 տարի կամ 49 տարի ժամանակ է տրվում եւ այսպիսի բարձր տոկոս է սահմանում, սա նշանակում է որ կա մտահոգություն, որ ամերիկացիները կարող են իրենց ներդրումները պարզապես ավելի կարճ ժամանակահատվածում կամ ավելի ցածր տոկոսի պարագայում հետ չբերել։ Այստեղ կրկին ես տնտեսագետ չեմ, տնտեսագետները երբ պիտի գնահատական տան, բայց զուտ քաղաքական առումով միգուցե հնարավոր է ավելի լավ բանակցել այս փաստաթղթի շուրջ, որովհետեւ 25% չափաբաժինը հիշեցնում է 20-րդ դարի սկզբին տարբեր խոշոր տերությունների կողմից ենթակառուցվածքային ծրագրերում կամ չգիտեմ նավթի արտահանման ծրագրերում այդ ընդունող պետությունների հետ փոխհարաբերությունները, երբ ընդունող պետությունը ստանում է շատ փոքր չափաբաժին, քանի որ չուներ տեխնոլոգիա, չուներ ֆինանսական միջոցներ եւ այլն, եւ սա եթե խոսքը գնար իրապես շահավետ ինչ որ գործընթացի մասին, օրինակ նավթի արտահանման մասին, իհարկե սա ծիծաղելի թվեր կլինեն հենց 21-րդ դարի չափանիշները, որովհետև նույնիսկ այդ 25% կարող ենք հիշել օրինակ ինչպես էին օրինակ Պարսկաստանից նավթ արտահանում բրիտանական ընկերությունները կամ ինչպես էին ամերիկացիները Պանամայի ջրանցքը կառուցում մոտորապես նույն չափաբաժիններ այնտեղ կային Սուեզի ջրանցքի հետ կապված, բայց սրանք բոլորը իհարկե բնորոշում էին հենց 20-րդ դարի սկզբի գործընթացներն ու տրամաբանությունը, որտեղ շատ հստակ գաղութատիրական տրամաբանություն կար, այսինքն այդ խոշոր տերությունները գալիս էին ռեսուրս էին ներդնում, տեխնոլոգիա էին բերում եւ մեծ հաշվով շահագործում էին այդ երկրների
բնական ռեսուրսները։ Այս պարագայում կրկնվեմ, որ դեռևս բազմաթիվ հարցեր կան տնտեսական արդյունավետության առումով, այսինքն այդ տնտեսական արդյունավետությունը կախված է լինելու նաև այդ ավելի խոշոր ծրագրից, արդյոք այս հաղորդակցությունը եւ այդ հաղորդակցության տարբեր կոմպոնենտներ կարողանում են դառնալ ավելի գլոբալ, ավելի խոշոր կոմունիկացիաների մաս, այսպես կոչված միջին միջանցքի մաս, եթե դառնում են այդ միջին միջանցքի մաս, այդ միջին միջանցքի փաստացիորեն հարավային ճյուղն են դառնում, բեռների ինչ տոկոսն է հարավային ճյուղով գնալու, այլ ոչ թե այս պահին գոյություն ունեցող հիմնական ճյուղով, այսինքն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Այս բոլոր հարցերից է կախված լինելու տնտեսական արդյունավետությունը այս ծրագրի։ Շատ հետաքրքիր հարց է, ես այսօր փորձում եմ հասկանալ, թե TRIP-ը մեծ հաշվով ինչպես է շահույթ ունենալու այս ողջ գործընթացից, որովհետև նախորդ արդեն հարցին վերադառնալով կարծում եմ կարևոր է նաև նշել, որ մեկ այլ մտահոգություն կամ մտավախություն, որը կար, կարծես թե այս փուլում կամ այս փաստաթղթով փարատում է, որ մաքսատուրքերը, ինչպես նաև հարկային այլ եկամուտներ, ինչպես նաև այլ եկամուտներ ուղղվելու են հենց Հայաստանի պետական բյուջե, սա կարծում եմ կարելի է դրական գործոն համարել, եւ այդ առումով կարևոր է այս փուլում հիմա մենք շատ արագ ենք արձագանքում այս փաստաթղթին, բայց մոտակա օրերին եթե ավելի մանրամասն բացատրություններ լինեն եւ ավելի մասնագիտացած խմբեր փորձեն ուսումնասիրել եւ մասնավորապես տնտեսագետներ TRIP-ի եկամուտի աղբյուրն։ Ես ոնց հասկանում եմ, գլխավոր եկամուտը հենց այդ ենթակառուցվածքների շահագործումից է լինելու եւ այդ ենթակառուցվածքների շուրջ ինչ որ տնտեսական գործունեությունից, տարածքների վարձակալություն, այդ ենթակառուցվածքներից օգտվելու համար վճարներ, բայց այստեղ եւս օրինակ բազմաթիվ հարցեր կան, օրինակ խոսքը արդյոք միայն վերաբերում է հենց արևելքից արևմուտք եկող բեռների մասին, օրինակ եթե Հենց դա էր հետաքրքիր, որ եթե չեմ սխալվում, Միրզոյանին էլ նմանատիպ հարցեր տվեցին Ռուսաստանի, Իրանի ներգրավվածության մասին, եթե խոսում են բաց ներդրումների մասին կամ որպես տնտեսական նախագիծ ենք, հա, դիտարկում այդ անկյունից այդ ներգրավվածությունները խրախուսելի են, թե չէ ինչպես է իրականացվելու մասնավորապես Իրանի դեպքում։ Կարծեմ հարկոս նախարարը բավականին հստակ նշեց, որ Ռուսաստանին չեն տեսնում որպես այս ծրագրի մաս, տեսնում են որպես այս ծրագրի շարունակություն, այսինքն կոնկրետ այդ հատվածում Ռուսաստանը ներգրավվածություն չի ունենալու։ Իրանի պարագայում իհարկե առաջանում են ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական հարցեր։ Տնտեսական այն է, ինչ ուզում էի նոր ասել, որ արդյոք եթե օրինակ իրանական բեռները անցնում են այդ ճանապարհով եւ գնում են դեպի հյուսիս, օրինակ, ենթարկվելու են նույն պայմաններին, ինչ օրինակ արևելքից եկող բեռներն ու, չգիտեմ, ուղևորները, այս հարցի պատասխանը եւս չունենք։ Երկրորդ կարևոր հարցը, որը ես կարծում եմ Ադրբեջանի հետ բանակցություններում է պարզ դառնալու, չնայած այս փաստաթղթից իհարկե այս փաստաթղթում չկա որևէ կետ, որը կարող է մեզ ստիպել ենթադրել, որ ինչ որ հատուկ պայմաններ են լինելու, օրինակ միայն Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռների կամ ուղևորների համար, բայց երկար ժամանակ ընդհանուր միջև վերջերս Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ օրինակ մայրցամաքային Ադրբեջանից Նախիջևան գնացող բեռների համար մաքսային վերահսկողություն չպետք է իրականացվի։ Այս փաստաթղթում նման կետ չկա, բայց այստեղ կարևոր է սպասել Ադրբեջանի արձագանքին, մեր թողարկման նկարման պահին դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի եղել ադրբեջանական կողմից։ Իսկ ընդհանուր մեզ Հայաստանում եղած արձագանքները ինչպիսին են, ոնց են վերաբերվում արդյոք եւ առհասարակ այս նախագիծը ինչ անկյան տակ է պետք դիտարկել, հաշվի առնելով այն իրավիճակը, որ մենք ունենք գետնի վրա։ Այո, կարծում եմ սա ամենակարևոր հարցն է, այն առումով, որպեսզի ճիշտ գնահատական տանք տեղի ունեցածից Հայաստանում, ինչպես օգոստոսի 8-ից հետո, այնպես էլ նույնիսկ այս փաստաթղթի հրապարակումից հետո կա երկու մոտեցում։ Առաջին մոտեցումը այն է, որ սա շատ մեծ հաջողություն է Հայաստանի համար, տնտեսական, աշխարհաքաղաքական առումով, եւ Հայաստանը այս գործընթացից միայն շահելու է, եւ սա ի սկզբանե բխում է Հայաստանի շահերից, եւ երկրորդ մոտեցումը այն է, որ այնուամենայնիվ այս գործընթացը նշանակում է Ադրբեջանի միջանցքի տրամադրում, Ադրբեջանի համար հատուկ ինչ որ պայմանների ապահովում։ Ես կարծում եմ, եթե փորձենք ստապ գնահատել տեղի ունեցածը եւ այս ծրագրի TRIP-ի հեռանկարները պետք է երկու հիմնական կետ արձանագրել։ Առաջին կետը այն է, որ իհարկե այս ամենը չի իրականացվում լավ կյանքից, այսինքն նորմալ պայմաններում, եթե չլիներ օրինակ Ադրբեջանի պահանջը,
այդ անխոչուդատ անցման մասին կամ դեպի Նախճեվան անցման մասին դժվար թե Հայաստանի որևէ կառավարություն կգնար, կգտներ ինչ որ երրորդ ընկերություն, ներդրումներ կներգրավեր, կտար տարածքի նկատմամբ վերահսկողության իրավունք 49, իսկ պոտենցիալ նաև 99 տարով դժվար թե կսահմանափակեր սեփական չափաբաժին, դժվար թե հատուկ ռեժիմ կսահմաներ հենց այդ կոնկրետ սահմանի վերահսկողության առումով, այսինքն այդ բարձրացված ռեժիմը, որի մասին խոսեցինք, համել այդ front office back office մեխանիզմը, չնայած արտգործնախարար Միրզոյանը նշում է, որ սա ընդհանուր առմամբ բխում է այդ վերահսկողությունը սահմանային եւ մաքսային վերահսկողությունը բարեփոխելու Հայաստանի ձգտումից, բայց արձանագրենք, որ այդ ձգտումը Հայաստանի սահմանի այլ հատվածներում մենք չենք տեսնում կամ ականատես չէինք, օրինակ նույն Վրաստանի հետ սահմանում ես տեղյակ չեմ, որ այսպիսի գործընթացներ գնային կամ պլանավորվեին։ Այսինքն սա ինչ որ չափով պարտադրված լուծում է։ Սա բայց դա լուծում է, թե հնարավորություն նոր խնդիրների ստեղծման խոսենք ավելի շատ։ Երկրորդ հարցության մասին եւ փորձենք նաեւ այդ հարցի պատասխանը հասկանալ։ Այսինքն արձանագրենք, որ նորմալ պայմաններում, եթե Ադրբեջանը այս պահանջները չներկայացնել, թրիփի մասին իհարկե ոչ ոք չէր խոսի։ Եվ այդ առումով սա ներկայացնել որպես ինչ-որ մեծ ձեռքբերում, ինչ-որ ի սկզբանե եւ ապրիորի Հայաստանի համար շատ լավ ծրագիր, ես կարծում եմ այդքան էլ ազնիվ չի։ Սակայն սա երկրորդ հարցությունը իհարկե այն է, լավ, ենթադրենք այդպես է, ենթադրենք Հայաստանի Հանրապետությունը կատարում է Ադրբեջանի որոշակի պահանջներ, սրա առաջին ենթահարցը այն է, որոնք են դա չանելու այլ ընտրանքները, այսինքն ենթադրենք չենք ընդունում ամերիկյան այս տարբերակը, մենք պատրաստ ենք ու ունենք այդ ռեսուրսը Ադրբեջանին ընդհանրապես ոչինչ չտալ, այս փուլում կարծում եմ չունենք։ Եվ երկրորդը արդյոք այնինչ առաջարկում էր միջ այդ ավելի լավ տարբերակ էր, քան սա է, այդ հարցում եւս ես վստահություն չունեմ, այստեղ խնդիրը եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ է, օբյեկտիվը այն է, որ նախկինում քննարկված փաստաթղթերը, նախագծերը երբեք չեն հրապարակվել եւ մենք ստիպված ենք տարբեր մարդկանց տեսակետների կամ տարբեր մարդկանց կողմից տարածվող նարատիվների վրա հիմնվել։ Գիտեմ օրինակ, որ տարիներ առաջ Հայաստանի վարչապետը փակ հանդիպում էր ունեցել հայաստանյան մի շարք փորձագետների հետ եւ այնտեղ ներկայացրել էր թե ռուսական կողմը ինչպիսի պատկերացումներ ուներ, խոսք էր գնում այն մասին, որ նամակ էր եկել Ռուսաստանից այդ տարածքը հնարավոր այդ կոմունիկացիայի տարածքը ցանկապատելու վերաբերյալ եւ այլն, բայց սրանք եւս չստուգվող աղբյուրներ են, այսինքն սա այս ամբողջ ինֆորմացիան հիմնված է պարզապես Հայաստանի իշխանություններին վստահելու, նրանց կողմից տրամադրած տեղեկություններին վստահելու գաղափարի վրա։ Այդ առումով համեմատականները երևի բարդ են, բայց նույնիսկ եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ ենք համեմատում, այսինքն այնտեղ կար օրինակ հստակ կետ, որ FSB-ն, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պետք է որոշակի վերահսկողություն ու ներկայություն ունենա, այդ առումով այս ծրագրի մեջ նմանատիպ կոմպոնենտներ չկա, չնայած կան ակնարկներ այն մասին, որ կարող են մասնավոր ընկերություններ ներգրաված լինել անվտանգության եւ ապահովության գործընթացում, ապահովելու գործընթացում եւ այս երկրորդ հարցի պատասխանելն է շատ կարևոր, այսինքն մենք կարող ենք քննադատել ու ասել, որ տեսեք, այո, փոխադարձության սկզբունքը չի պահպանում ընդհանուր առմամբ միգուցե կարելի է գտնել միջանցքային տրամաբանություն, բայց այլ ընտրանքները այնպես չէ, որ ավելի լավն են։ Ու այդ առումով, եթե եզրափակենք այս հատվածը, պետք է արձանագրել առաջինը, որ իհարկե Հայաստանը լավ լուծումներ չուներ եւ Հայաստանը ինչպես այս գործընթացում, այնպես էլ այլ գործընթացներում ստիպված է ընտրել վատ ու ավելի վատ տարբերակների միջև։ Եվ այդ առումով արդեն եթե գնահատում ենք այս նախագիծը հրապարակված հայտարարությունը եւ դրա հնարավոր իրագործումը, ես չեմ կարծում, որ սա ամենավատ տարբերակն է, որը կարող էր կյանքի կոչվել վերջի տարիների ընթացքում, սկսած ռազմական էսկալացիայից, շարունակած ռուսական վերահսկողության տարբերակով, այսինքն իրական քաղաքականության դաշտում գետնի վրա արկա իրավիճակի պայմաններում պարզ էր, որ Հայաստանի համար շատ ընդունելի լուծումներ չեն լինելու, բայց միևնույն ժամանակ սա ամենաանընդունելի լուծումը չէ։ Եվ ի վերջո պատասխանելով հարցերի հարցին, TRIP-ը միջանցք է թե ոչ։ Դες Հայաստանում վերջի տարիներին միջանցքի վերաբերյալ խոսույթը բավականին հետաքրքիր է։ Նախ ոչ ոք երբեք
չի սահմանել, թե ինչ է նշանակում միջանցք լինելը կամ միջանցք չլինելը։ Հիմա իշխանությունների կողմնակիցները հայտարարում են, որ միջանցքը հենց այդ ռուսական ներկայացվող տարբերակն է, անպայման պիտի ցանկապատ լինի երկու կողմից, Ռուսաստան ամեն ինչ վերահսկվի։ Բայց եթե մենք նայում ենք միջազգային փորձին, իհարկե միջանցքների բազմաթիվ տարատեսակ ձևակերպումներ կան, կամ տնտեսական միջանցքներ, որոնք չեն ենթադրում որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Ադրբեջանի նախագահն է սիրում ասել, որ իրենց տարածքով անցնում է օրինակ հյուսիս-հարավ միջանցքը։ Կա օրինակ Ռուսաստանի կապը իր Կալինինգրադ էքսկլավի հետ, որտեղ կան բարձրացված որոշակի պայմաններ։ Բայց մենք խոսում ենք Ադրբեջանի ասած միջանցքի մասին, այսինքն իր տրամաբանությամբ A կետից B կետ Հայաստանի տարածքով շարժվելու հնարավորության մասին, որը որ փաստացի ստանում։ Չէ, դե շարժվելու հնարավորություն Հայաստանը երբեք չէր մերժում այդ շարժվելու հնարավորությունը։ Այստեղ խնդիրը այն է, թե ինչպիսի պայմաններով շարժվելու եւ հենց միջանցքի կամ չմիջանցքի վերաբերյալ ողջ խոսակցությունները կենտրոնացած են այդ կարգավորումների դետալների վրա։ Այդ առումով դժվար է ասել, արդյոք սա ինչ որ հասարակ ճանապարհ է եւ կարելի է համատել Հայաստանի այլ միջպետական ճանապարհների կամ այլ երկրների հետ կապի հետ։ Իհարկե ոչ, որովհետեւ ակնհայտ է, որ հստակ բարձրացված պայմաններ կան, բարձրացված կարգավորումներ կան եւ նաեւ այդ պայմանը, որ ադրբեջանցի ուղևորները չեն առերեսվելու հայ սահմանապահների հետ պահպանում է։ Արդյոք սա բավարար է, որպեսզի այն միջանցք անվանենք, էլի դժվարանում են պատասխանել, որովհետև այնուամենայնիվ Հայաստանը պահպանում է ինչպես ֆորմալ, այնպես էլ դե ֆակտո վերահսկողությունը բոլոր ճանապարհների նկատմամբ, նշում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մարմինները, թե անվտանգային եւ թե ոչ անվտանգային մարմինները կարողանալու են իրենց գործառույթները իրականացնել այդ հատվածում, կարողանալու են ներկա գտնել այդ բոլոր հատվածները, Հայաստանի Հանրապետության օրենքներն են գործելու բոլոր հատվածներում։ Այդ առումով այստեղ կարծում եմ այս հարցը ավելի շատ քաղաքական հարց է։ Այսինքն չկա որպես այդպիսին միջազգայինորեն ընդունված միջանցքի սահմանում, ինչ նկատի ունեն մարդիկ միջանցք ասելով եւ նաեւ պետք է նշել, որ մեր կոնտեքստում, մեր համատեքստում է այս բառը այսպիսի ծանր քաղաքական էմոցիոնալ ինչ որ բովանդակություն ստացել եւ այդ առումով պարզ է որ իշխանությունը փորձելու է ներկայացնել սա որպես իր բոլոր նպատակների եւ Հայաստանի համար բոլոր երանելի նպատակների մարմնավորում ընդդիմությունն էլ օգտագործելու են այդ խնդիրները, որոնց մասին մենք խոսեցինք, այսինքն փոխադարձության սկզբունքի բացակայությունը, պարզեցված ռեժիմ ադրբեջանցիների համար, տարածքի նկատմամբ այստեղ կարևոր է նաև նշել, որ շատ հաճախ օրինակ զուգահեռականներ են տանում օդանավակայանների կամ չգիտեմ ինչ որ նավահանգիստների հետ, բայց պետք է արձանագրել, որ խոսքը գնում է հսկայական տարածքի մասին։ Այսինքն տասնյակ կիլոմետրեր երկարություն ունեցող տարածքը փաստացիորեն տրվում է օտարերկրյա կազմակերպության, որտեղ Հայաստանը իհարկե ունի չափահաս բաժին, բայց մեծ հաշվով տալիս է տրվում է երրորդ կողմին ու այստեղ որոշակի իրավունքներ եւս փոխանցում են այդ ընկերությանը, ինչպես արդեն նշեցի, առևտրային գործունեություն ծավալելու։ Այսինքն եթե ինչ որ մեկը փորձի այնտեղ օրինակ խանութ բացել, այդ անցնող ուղևորների կամ բեռնափոխադրողների համար, այդ իրավունքը հիմա պատկանելու է Թրիփին։ Եթե այնտեղ ինչ որ մեկը ուզենա տարածք վարձակալի այդ գործառույթները իրականացնելու, կրկին Թրիփից պետք է վարձակալի։ Սա ակնհայտ է, որ ինքնիշխանության որոշակի զիջում է։ Բայց ինչպես արդեն նշեցի, պետքա ավելի լայն համատեքստում նայել եւ թողարկման սկզբում հնչեցված այս հարցը, թե ինչպես պետք է դիտարկել այս պրոյեկտը տնտեսական, քաղաքական, աշխարհակաղակական, սա առաջին հերթին Ադրբեջանի եւ Հայաստանի միջև գոյություն ունեցող այս տարաձայնությունները եւ հնարավոր էսկալացիաները զսպելու մեխանիզմն է իմ կարծիքով առաջին հերթին, իսկ տնտեսական գործոնները այստեղ երևի երկրորդական են եւ ինչպես նշեցի դեռևս կասկածի տակ են։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։